Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է բարի երեկո սիրելի հայրենակիցներ, խոսելու ենք երկիրը ցնցած սպանությունների մասին, իմանալու ենք թե ինչով ավարտվեց աշխարհի մեծերի Շարմ էլ-Շեյխյան հավաք ու էլի մի քանի թեմա, բայց նախ համառոտ։ Սերիական սպանությունների նմանվող ահասար սուր բացահայտում Արամուսում դաժանաբար սպանված ամուսինների գործով կասկածվողը ժամեր անց ևս 2 հոգու կյանք է խլել Զովաշենի դաշտերում։ Reopen-ի նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրում պարզելու քառակի սպանության շարժառիթները։ Ես Հայաստանի վարչապետն եմ, Շարմ էլ-Շեյխում Փաշինյանը Թրամփին հիշեցրել է իր ով լինելը, իսկ Ալիևն ու Փաշինյանն ըստ Թրամփի հիմա լավ ընկերներ են։ Բրիտանիան վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն։ Ինչ է հարկավոր փող ունենալու համար, Սիլիկոնյան լեռներից հարցին պատասխանել է Փաշինյանը։ Եվ ինչպես են հայ ծնողները պաշտպանում երեխաներին առցանց վտանգներից։ Եվ այսպես, սկսենք ահասար սուր սպանությունների շղթային նոր բացահայտումով։ Պարզվում է Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ևս 2 հոգու է սպանել, ըստ քննչական կոմիտեի 61-ամյա տղամարդը 4 անձին էլ 1 օրում է կյանքից զրկել։ Վերջին 2-ի մարմինները գտել են Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի ճանապարհին։ Տղամարդը իր անունով գրանցված որսորդական հրացանով սպանել է Զովունիից մի տղամարդու ու երևանցի կնոջ։ Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Զովաշենից, տեսնենք թե ինչ է նրանց հաջողվել պարզել։ Արամուսում ամուսիններին կյանքից զրկելուց հետո կասկածյալը ժամեր անց Զովաշենի դաշտամիջյան հատվածում հրազենի միջոցով կյանքից զրկել է ևս 2 հոգու 49-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ։ Մանրամասները թե ինչպես են տեղի ունեցել սպանությունը առայժմ անհայտ են։ Մենք նաև կապ հաստատեցինք Զովաշենի վարչական ղեկավարի հետ, որպեսզի հասկանանք թե կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել սպանությունը, սակայն նա մեզ պատասխանեց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում։ Շատ եմ իմանում, ո՞րից պետք է իմանան, դաշտում է պատահական դեպք է պատահի, հետո Շամշյանը բանում խոսում է այդ ինտերնետով ասել, հետ եմ լսած ես։ Ընդհանրապես Մահացածներին չեք ճանաչում։ Ոչ մեկի։ Բայց գյուղացի են եղել։ Չէ։ Չէ։ Լսել եմ, որ այդ Արամուսին ասում է։ Ինքն է այդ դաշտը կրակել է այդ։ Կրակոցները չեք լսել։ Դու չի այցավտան եմ, որ սաղոր որսոտները կրակում են, ոչ լսել։ Այս սարսափելի դեպքի մասին վստահաբար առաջիկա օրերին էլի մանրամասներ հայտնի կլինեն, իսկ այս րոպեներին ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, կալանավորված գործարարի միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը այսօր լրագրողներին ասել է, պայքարելու են նաև քաղաքականապես ամենօրյա ռեժիմով, մինչև իր պաշտպանյալը չազատվի։ Դրանից ավելի հրատապ բան չկա, բացառությամբ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ազատ արձակումը, ասել է փաստաբանը, նաև հավելել, որ դիմելու են Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին։ Դատարանի մոտ այս պահին հավաքվել են նրա աջակիցները, մեր ձևով շարժման համակիրներ, լսենք թե ինչ կարծիքներ են հնչել։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է։ Եթե վարչապետը կարող է SMS-ով աշխատանքից հեռացնել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, դա նշանակում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը ինքն է։ Եվ դա նշանակում է, որ նաև քննչական ինստիտուտների ղեկավարն է ինքը, եւ բոլոր ինչքան ինստիտուտներ կան Հայաստանում, պետական նկատի ունեմ, որոնք պետք է բնույթով լինեին անկախ, այդ բոլոր ինստիտուտները ինքն է ղեկավարում։ Հետևաբար ակնկալել, որ այս պահին դատարանը այլ որոշում կկայացնի, անկեղծ ես չեմ ակնկալում։ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչ ոք արդարադատության իրականացմանը չի հավատում, իսկ դա նշանակում է, որ պետությունը իր ամենակարևոր ֆունկցիաներից մեկում արդեն թերացել է եւ ցավոք պետք է արձանագրել, որ այդ հույս ու հավատի վերանալուն հետ երկրում աճում են հանցագործությունների թիվը, ես կապում եմ դրա հետ։
Շարմ el-Շեյխում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովից խոսենք, որին ավելի քան 2 տասնյակ երկրի ղեկավարներ էին մասնակցում։ Այս հավաքի ընթացքում 2 կարևոր դրվագ կա, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար։ Առաջինը Թուրքիայի նախագահ Էրդողանի ակտիվ եւ առանցքային դերակատարությունն էր, որպես Գազայի շուրջ հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդներից մեկը, ինչի շնորհիվ Թուրքիան զգալիորեն բարձրացրեց իր միջազգային կշիռը։ Երկրորդը գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի կարճատև ոչ պաշտոնական շփումներ։ Այս երկու առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձությունները իրականում միևնույն աշխարհաքաղաքական շղթայի օղակներն են։ Շարմ el-Շեյխում հստակ երևաց, թե որքան է մեծացել Թուրքիայի ազդեցությունը։ Այն այլևս ոչ թե պարզապես Ադրբեջանի մեծ եղբայրն է, այլև միջազգային հարթակներում խաղի կանոններ թելադրող ուժային կենտրոն։ Հենց այս նոր իրականության ֆոնին էլ պետք է նայել Փաշինյան-Ալիև հանդիպմանը, այսինքն Ադրբեջանը շատ լավ գիտի, որ բանակցային սեղանի շուրջ նստում է իր թիկունքում ունենալով ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային կշիռ ձեռք բերած դերակատարի։ Եթե փորձենք սառը նայել, սա ոչ լավ է, ոչ վատ։ Սա նոր իրողություն է, որը պահանջում է, որ հայկական արտաքին քաղաքականությունը փորձի տեղավորվել շատ ավելի բարդ եւ բազմաշերտ միջավայրում, հաշվի առնելով ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ուժերի վերադասավորումները։ Վերադառնանք բուն գագաթնաժողովին, որի ավարտին Գազայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր է ստորագրվել, դիտենք Մերի Դանիելյանի ռեպորտաժն ու շարունակենք։ But the momentous breakthrough that we're here to celebrate tonight is more than the Մենք այստեղ միայն Գազայի պատերազմի ավարտը չենք տոնում, սա Աստծո օգնությամբ նոր սկիզբ է մի ամբողջ գեղեցիկ մերձավոր արևելքի համար։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ Կատարի, Եգիպտոսի ու Թուրքիայի առաջնորդները Շարմ el-Շեյխում ստորագրել են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր։ Երբ մենք ականատես եղանք Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրմանը, հույսի մի շող ծնվեց, որ այն կշրջի մարդկության պատմության ամենացավոտ էջերից մեկը։ Սա ամենամեծ, ամենաբարդ գործարքն է եւ նաեւ սա այն վայրն է, որտեղ կարող են լուծվել հսկայական խնդիրներ։ Հաճախ են խոսում այն մասին, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի մերձավոր արևելքում։ Դա տեղի չի ունենա։ Թրամփի եւ Եգիպտոսի ղեկավարի նախագահությամբ խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար էր ավելի քան 20 երկրի ղեկավար ժամանել Շարմ el-Շեյխ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Հենց նրանց նայելով է Թրամփը հայտարարել. մենք ավարտեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոքր պատերազմը։ Նայեք, նրանք այստեղ նստած են, բարեկամներ են։ Երբ ես հանդիպեցի նրանց հետ, մեկը նստած էր օվալաձև աշխատասենյակի այս կողմում, մյուսը այն։ Երբ ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնված էին։ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովում մի քանի անգամ ջերմ ձեռքսեղմում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ, մեկի ժամանակ հիշեցնելով. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ»։ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ալիևի հետ։ Նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է, Փաշինյանի ձեռքը սեղմել։ Սա Պակիստանի եւ Հայաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին ձեռքսեղմումն է։ Հայկական պատվիրակության անդամ Արարատ Միրզոյանն էլ շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ։ Միջանցքներում Թուրքիայի նախագահն է կատակել Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիի հետ, ասելով. պետք է ամեն ինչ անեն, որ թողնեք ծխելը։ Դա անհնար է, միջամտել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Իդեպ Էրդողանը հրաժարվել էր վայրեջք կատարել Եգիպտոսում, երբ տարածվեցին Նեթանյահուի գագաթնաժողովին մասնակցելու մասին լուրերը։ Նրա ինքնաթիռը շրջանցել է Կարմիր ծովը, ապա վերադարձել եւ վայրեջք է կատարել միայն այն բանից հետո, երբ Նեթանյահուի մասնակցությունը չեղարկվել է։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտարարել էին, որ Թրամփն իսկապես հրավիրել է Նեթանյահուին, սակայն նա պատճառաբանելով հրեական Սիմխաթ Թորան-տոնին իր մասնակցությունը մերժել էր հրավերը։ Համասը եւս չի մասնակցել տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների հետ խաղաղության գագաթնաժողովին։ Նախքան Եգիպտոս մեկնելը ինքնաթիռ նստելիս է Մակրոնը հայտարարել, թե աշխարհում միայն մեկ երկիր ու մեկ առաջնորդ կա, որը Գազայում կարող է կանգնեցնել Իսրայելի վարչապետին եւ իր բանակին։ Այդ երկիրը Միացյալ Նահանգներն է։
Il n'y a qu'un pays au monde et qu'un dirigeant qui peut arrêter. Թրամփը որոշեց դա անել։ Հաջորդ փուլերը պետք է իրականացվեն Միացյալ Նահանգների, Իսրայելի, բայց նաև տարածաշրջանի բոլոր երկրների ու եվրոպացիների եւ իհարկե պաղեստինցիների հետ։ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախատեսում է կենտրոնանալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա, քանի որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման առաջին քայլերը վերջնական փուլում են։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Խաղաղության համաձայնագիրը 2 տարվա արյունահեղ պատերազմից հետո Գազայում այո լռեցրեց զենքերի ձայնը, բայց արդյոք սա խաղաղություն է, թե պարզապես դադար։ Շատերը համոզված են, որ այս համաձայնագիրը պաշտպանում է միայն Իսրայելի շահերը, անտեսելով պաղեստինցիների ճակատագիրը եւ սովի մատնված 100,000-ավոր մարդկանց։ Փորձագետների կարծիքով, քանի դեռ հակամարտության հիմնական պատճառները տարածքային վեճերը եւ կարգավիճակի հարցը լուծված չեն, ցանկացած հրադադար կարող է լինել ընդհանրապես ժամանակավոր դադար, մինչև հերթական սրացումը կլինի։ Գերիների փոխանակման հրադադարի ուսադրող լուրերի ֆոնին միջազգային կազմակերպություններն ահազանգում են։ Գազայում 5 տարեկանից ցածր ավելի քան 320,000 երեխա սովի եզրին է, սուր սննդային խանգարումով։ 5 տարեկան դառնալուն պես մարդիկ ամբողջությամբ դուրս չեն գալիս վտանգից։ Ինչպես նշվեց, սննդի սուր անբավարարությունը կարող է լինել նաև մեծահասակների եւ տարեցների շրջանում։ Սակայն 5 տարեկանից հետո սննդի պակասի հետ կապված հիվանդությունների եւ մահվան հավանականությունը շատ ցածր է։ Իրականում այդ տարիքից հետո սննդի անբավարարությունից մահանալու ռիսկը կտրուկ նվազում է։ Սա առաջին անգամն էր, երբ միջազգային կառույցը սով է հայտարարում Աֆրիկայի տարածքից դուրս։ Կանխատեսվում էր, որ սովը կտարածվի կենտրոնական ու հարավային շրջաններում մինչև հոկտեմբերի վերջ։ Մենք ունենք 2 հիմնական հետևանք՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, բայց կարճաժամկետը չի նկատվի մի քանի օրում, այլ մի քանի շաբաթում։ Առաջինը երեխան արագ կորցնում է քաշը եւ դառնում շատ նիհար ու թույլ, իսկ մյուսը, երբ երեխան դադարում է աճել, մնում է կարճահասակ եւ հաճախ ունենում չափից դուրս փքված փոր, սպիտակուցի պակասից։ Համասը ազատ է արձակել ողջ մնացած վերջին իսրայելցի գերիներին հաշտեցման համաձայնագրի շրջանակում, ինչը կարևորագույն քայլ է համարվում Գազայում 2 տարի ավերիչ պատերազմի ավարտի ճանապարհին։ Իսրայելցի Եվիատար Դավիթին Ռաբինի բժշկական կենտրոնում դիմավորեցին ծափողջուններով։ Դավիթը ավելի առողջ տեսք ուներ, քան հուլիսին Համասի հրապարակած տեսանյութում, որտեղ նա հայտնվել էր Գազայի թունելում, ասելով, որ օրեր շարունակ չի սնվել եւ արդեն ինքն է իր համար գերեզման փորում։ Համաձայնագրի շրջանակում Իսրայելի ազատ արձակած գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալների եւ կալանավորների մի մասն արդեն Գազայում է։ Գազա վերադարձող բնակիչները սակայն թերահավատորեն են վերաբերվում խաղաղության համաձայնագրին։ Նրանց տրամադրությունները հակասական են։ Մի մասը երախտագիտություն է հայտնում 2 տարի տևած արհավիրքի ավարտի համար, մինչդեռ մյուսները շեշտում են, որ համաձայնագիրը միակողմանի է եւ հաշվի չի առնում իրենց շահերը։ Շարմ el-Շեյխի խաղաղության գագաթնաժողովը իր սկզբից մինչև վերջ միայն Իսրայելին պաշտպանելու նպատակով էր կազմակերպվել։ Նրանք չեն վախենում մեր ժողովրդի համար, այլ վախենում են իսրայելցիների համար, որոնց իրենք համարում են ճնշված, մինչդեռ իսրայելցիները գաղութարար են, ճնշել են պաղեստինյան ժողովրդին ու գաղութացրել նրա հողերը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին արևմուտքից մինչև արևելք, որոնք մասնակցեցին հրադադարի հաստատմանը։ Փառք Աստծո, որ հրադադարը կայացավ, որպեսզի մարդիկ կարողանան շունչ քաշել եւ վերադառնալ իրենց տները։ Թեև Գազայում հաստատված խաղաղությունը դադարեցրել է ռազմական գործողությունները, հնարավորություն տալով վերադառնալ բնականոն կյանքի, դրա երկարաժամկետ կայունությունը մեծ հարցականի տակ է։ Ըստ մասնագետների այն կառուցված է քաղաքական անվստահության եւ մարդասիրական աղետի փխրուն հիմքերի վրա, ինչը կանխորոշում է ապագա ցնցումների անխուսափելիությունը, եթե հիմնարար խնդիրները չլուծվեն։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Այնպես ինչպես ԱՄՆ նախագահը կարողացավ ազատել Համասի ձեռքից իսրայելցի գերիներին, այնպես էլ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Թրամփին Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակել, իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում, նշել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները ու հիշեցրել, որ Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ, ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։ Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, այսօր Հայաստանի արտգործնախարարն է ասել ԵԱՀԿ գործող նախագահի հետ ասուլիսի ժամանակ, Միրզոյանը նաև վստահեցրել է, որ Շարմ el-Շեյխում ևս ադրբեջանցի գործընկերների հետ խոսել է այդ թեմայով։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ուրեմն շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ
ձեռքբերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաեւ Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Իրեւ ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է, Բաքվից ասել են, քանի որ Ալիևը Շարմ el-Շեյխում է, տիկնոջն ընդունել չեն կարող, բայց սա հավանաբար ուղղակի պատրվակ է հաշվի առնելով, թե ինչ մեծ ջանքերով Ալիևը հասավ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Մեծ Բրիտանիան է անսպասելի հայտարարություն արել, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չեղարկել է երկու երկրների նկատմամբ զենքի մատակարարման ավելի քան 30 տարվա էմբարգոն։ Պետնախարար Սթիվեն Դաութին է ասել, որ Բրիտանիան որոշել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները, դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Իդեպ Դաութի գլխավորած պատվիրակությունը օգոստոսին Հայաստանում էր, իսկ Բրյուսելը փոխում է խաղի կանոնները մեր հարևան Վրաստանի նկատմամբ։ Եթե դիվանագիտական խիստ հայտարարությունները չեն աշխատում, գուցե աշխատի ուղիղ հարվածը վրացի պաշտոնյաների անձնական հարմարավետությանը։ Եվրախորհրդարանում լրջորեն քննարկում են փակել Եվրոպայի դռները ոչ թե շարքային քաղաքացիների, այլ հենց այն 2000 պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների առաջ, որոնք կանգնած են օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևում։ Գաղափարը պարզ է, եթե չեք ուզում ապրել եվրոպական արժեքներով, ապա մի վայելեք եվրոպական բարիքները։ Սա քաղաքական շանտաժի նոր մակարդակ է, որին Թբիլիսին պատասխանում է ոչ պակաս կոշտ մեղադրանքներով։ Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը կոչ է արել կառույցին չեղարկել 1000-ից 2000 վրացի պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների համար Եվրամիություն առանց վիզայի ուղևորությունների ռեժիմը։ Ոչ, նրանք պետք է վիրավորվեն, հակառակ դեպքում դա չի աշխատի։ Մեր ցանկությունն է այս գաղափարը Եվրախորհրդարանից հասցնել Եվրահանձնաժողով, քանի որ մենք ընդունել ենք այս մեխանիզմը եւ այն պետք է արդյունավետ լինի։ Դրա համար նրանց թիվը պետք է զգալի լինի։ Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ իր գործընկերների մեծամասնությունը կաջակցի նախաձեռնությանը վրացական էլիտայի շրջանում տրամադրությունների փոփոխությունը խրախուսելու համար։ Ըստ նրա, վրացի պաշտոնյաները վախենում են եւ վախը պետությունից եւ հասարակությունից գողացած գումարը այլուր ծախսելու հնարավորությունը կորցնելն է։ Հակառակ նոտաներ Վրաստանից են գալիս։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին գրում է, որ Բրյուսելը ծայրահեղականության կողմնակից է։ Կարևորը իրարից տարանջատել Բրյուսելի բյուրոկրատիան եւ Եվրամիությունն ու Եվրոպան որպես այդպիսին, քանի որ այսօր այն մարդիկ, որոնք գրում եւ ընդունում են այդ ռազմավարությունները, իրենք իսկ շեղված են Եվրամիության հիմնական սկզբունքներից ու արժեքներից։ Պապուաշվիլին ասել է նաև, որ Եվրամիությունը Թբիլիսիում փողոցային պատերազմներ է հրահրել։ Ընդդիմության ցույցերի նոր առիթը հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրություններն են, բայց հետընտրական բուռն զարգացումները ընդդիմադիրները ապահովել կարծես չեն կարողանում չնայած ամենօրյա ցույցերին։ Վրաստանի ինտեգրման պրոցեսները սառել են Վրաստանում օտարերկրյա ազդեցությունների դեմ որոշակի կանոնների կիրառման հետևանքով։ Վերլուծաբանը նշում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան Վրաստանում ազդեցության գործակալներ ունի։ Նախորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փաստացի ֆրանսուհի էր եւ Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում։ Մեկ այլ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օգնականն էր Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության ֆիլմի հեղինակ եվրոպադգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը։ Սիմոն Հովանիսյան, Աննա Թանդարյան եւ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Մեկ պաշտոնական ինչու ոչ թագավորական լուր, Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է, թագուհին մեր երկրում է, որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Նա հանդիպելու է ուսանողների հետ ու այցելելու է Թումո, թագուհին նաև կմեկնի Գեղարքունիք, Սևան, օրակարգում է նաև փախստականների սոցիալական հարցերի քննարկումը։
Այսօր Երևանում մեկնարկել է Սիլիկոնյան լեռներ 2025, ինչ համաշխարհային տեխնոլոգիական հայտնի դեմքերը Վինսենտ Ռոշից մինչև Նուբար Աֆեյան Երևանում քննարկում էին արհեստական բանականության բարդ անատոմիան, Հայաստանի կառավարության ղեկավարը պարզ ձևակերպել է, թե ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Բոլորին հետաքրքրող այս հարցի պատասխանը Անի Հովհաննիսյանի ռեպորտաժում կլսեք։ Արհեստական բանականություն։ Այսօր այս արտահայտությունը հնչում է ամենուր, բայց ինչ է իրականում թաքնված դրա հետևում եւ էլ որ ոլորտներ կարող են ներթափանցել։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար ոլորտի առաջատարները, միջազգային փորձագետներն ու հարյուրավոր մասնագետներ հավաքվել են մեկ հարթակում Silicon Mountains 2025 գագաթնաժողովին, որի այս տարվա խորագիրն է արհեստական բանականության անատոմիան։ So Armenia is outstanding when it Հայաստանի փոքր չափերն ու որոշումների կայացման արագությունը, ինչպես նաև հիանալի կրթությամբ երիտասարդ բնակչությունը մեծ առավելություններ են։ Այս գործոնները երկիր են բերում արևմտյան ընկերություններին, զարգացնելու ապագայի տեխնոլոգիաները։ Այս ամենը թույլ է տալիս շատ դրական կանխատեսումներ անել Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Գագաթնաժողովի մասնակիցներին ողջունելով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք եւ ընկալում ձևավորելու առումով։ Ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Տարբեր ընկերությունների հիմնադիր Շոշանիկ Ալթախչյանը խոստովանում է, ինքն էլ էր սկզբում թերահավատորեն վերաբերվում ԱԲ-ին։ Սկզբում ինձ մոտ AI նկատմամբ կար այդ դիմադրությունը, որ ոչ ոնց որ կան ասպեկտներ, որտեղ AI չպետք է մտնի, բայց ժամանակի հետ գիտակցումը եկավ, որ դա անխուսափելի է եւ այսպես ասած ով ավելի շուտ եւ ավելի համագործակցային հիմունքներով կմտնի AI-ի հետ ճիշտ ճանապարհ կանցնի, դրա մոտ ավելի արագ կզարգանան բոլոր ուղղությունները բիզնեսի։ Մասնակիցներից Մարկ Մանուկյանը կարծում է, որ վախենալ պետք է ոչ թե արհեստական բանականությունից, այլ դրան չհարմարվելուց։ Ինձ թվում է, որ հիմնական մասը մարդկանց մտածում են, որ AI-ի հիմնական վտանգը այն է, որ մասնագիտությունների մեծ մասը ինքը կարա տեղափոխի, բայց իրականում իրանք ոչ թե տեղափոխվելու են AI-ով, այլ այն մասնագետներով, ովքեր սովորել են AI-ը եւ սովորել են իր հետ աշխատելը։ Գագաթնաժողովի կազմակերպիչ ՏՀՏ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի կարծիքով, ԱԲ-ն այսօր ոչ թե ՏՏ ոլորտի նեղ մասնագիտացում է, այլ իրականություն, որ ներթափանցելու է մեր կյանքի բոլոր ոլորտները։ Տարբեր բնագավառներում արհեստական բանականություն կիրառած, օգտագործած եւ արդյունքի հասած մարդկանց պետք է ներգրավեինք։ Եվ կարծում եմ այսօրվա բանախոսները հենց այդ առաքելությունն են իրականացնում, մեզ բացահայտելով, թե տնտեսության տարբեր ճյուղերում ինչպես է տեխնոլոգիան օգտագործում եւ մասնավորապես արհեստական բանականությունը։ Ցանկացած ընկերություն, որ ապակայի մասին մտածում է, ուզեջ կամ չուզե ինքը ներառելու է արհեստական բանականության գործիքակազմը իր աշխատանքային, ասպես ասած, գործիքակազմի մեջ։ Silicon Mountains 2025-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ունի եւ տաղանդ, եւ կամք լինելու համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության ոչ միայն մասնակիցը, այլև դրոշակակիրներից մեկը։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Մի կողմից այո, հրաշալի են թվային աշխարհի այս ֆանտաստիկ հնարավորությունները, բայց մյուս կողմից ինտերնետային ու սոցցանցային կախվածությունն է, որի համար ամենախոցելի խումբը երեխաներն են։ Հենց այսօր կարդացի, որ որոշ հետազոտությունների TikTok-ից կախվածություն կարող է առաջանալ ընդամենը 35 րոպե այն թերթելուց հետո։ Ու սա այլևս անհատների խնդիր չէ, այլ սերնդի։ Թե ինչպես պայքարել մի երևույթի դեմ, որի ալգորիթմները մտածված են այնպես, որ երեխաների ուշադրությունը հնարավորինս երկար գրավեն եւ ինչ դեր ունի այստեղ ծնողի վերահսկողությունը, փորձել է պարզել իմ գործընկերը։ Դեռ դասյա եւ 0 րոպե այսօր օգտագործվում է, այսօրվա սահմանաչափը 1 ժամ 45 րոպե է։ 3 երեխաների մայր Իրինա Չալտիկյանը գտել է երեխաների սոցցանցային վարակից հեռու պահելու խնդրի լուծումը։ Այն է վերահսկել երեխայի հեռախոսն ու դրանով անցկացրած ժամանակը։ Թեև սոցցանցերը կարող են ունենալ որոշակի կրթական եւ ստեղծագործական օգուտներ, դրանց բացասական ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Հետևորդների քանակ, լայքերի մրցավազք եւ կեղծ իդեալներ։ Սա այն իրականությունն է, որտեղ այսօր մեծանում են երեխաները։ Սոցիալական ցանցերը, որոնք դարձել են կյանքի անբաժան մաս, ուսումնական մրցակցությունը փոխարինել են թվային հարթակներում պայքարի թատերաբեմով։ Ես ունեմ 3 բալիկ, 6, 8 եւ 12 տարեկան, բոլորի հետ ի սկզբանե պայմանավորվել եմ, որ հեռախոս կունենան 10 տարեկանից։
Եվ մեծ տղաս արդեն 12 տարեկան է, նա 10 տարեկանից ունի հեռախոս եւ ներբեռնել եմ հավելված, որի միջոցով կարողանում եմ կառավարել իր ամբողջ գործունեությունը։ Հոգեբան Լիլիթ Խաչատրյանի խոսքով սոցցանցերով եւ համակարգչային խաղերով բեռնված հեռախոսները ոչ միայն երեխաներին կտրում են իրականությունից եւ ուսումնական գործընթացից, այլև կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։ Երեխան ողջ օրը անցկացնելով սոցիալական ցանցերում կտրվում է իր հիմնարար առաջնահերթ գործունեության տեսակից, կրթությունից եւ որը որ կարող է առհասարակ երկարատև մնալը սոցիալական ցանցերում վնասել երեխայի եւ հոգեկան գործընթացները եւ մտածողությունը։ Մասնագետները հատկապես վտանգավոր են համարում TikTok-ի նման հարթակները, որտեղ վերահսկողությունը դժվար է եւ ցանկացած բովանդակություն կարող է հասանելի դառնալ երեխային։ Երեխաները չունենալով զարգացած քննադատական եւ վերլուծական մտածողություն կարող են ընկալել տեսածը որպես բացարձակ ճշմարտություն, ինչը խեղաթյուրում է նրանց արժեհամակարգը։ Երեխան որպես կանոն քննադատական մտածողություն դիտած նյութերի նկատմամբ շատ քիչ է կարողանում ձևավորել, հատկապես եթե տեսնում են նյութը, որ հայտնվեց իր մոտ շատ լայքերով են ողողված, իրեն թվում է, թե դա միանգամայն իրականություն է եւ դա արժեք է իր համար։ Բացասական զգացումներ կարող է առաջանալ երեխայի մոտ, ստրես, հուզական գրգռվածություն։ Սա իր հերթին հանգեցնում է կեղծ իդեալների ընդօրինակման փորձերի եւ որպես հետևանք ինքնագնահատականի կտրուկ անկման, ստրեսի եւ հոգեբանական տառապանքի։ Երեխաները կարող են ստեղծել իրենց իդեալականացված կերպարները, փորձելով ինքնահաստատվել ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհում։ Այս կոնտենտներով երեխաները կարող են իրենք ստեղծել որոշակի կերպարներ, հերոսացված, իդեալականացված, որը որ իրենց կերպարից, իրենց իսկ սեփական կերպարից միանգամայն շատ հեռու է եւ սրանով փորձեն ինքնահաստատվել։ Այսինքն խաբկանքի շեմը իրականության եւ սոցիալական հարթակներում գոյատևման, ինքնահաստատման, ինքնաներկայացման շատ մեծ է։ Երբ իրականության եւ թվային խաբկանքի միջև սահմանները ջնջվում են, ծնողների դերակատարումը դառնում է առանցքային։ Ըստ մասնագետի արդյունավետ միջամտությունը երեխայի հետ գիտակցված երկխոսությունն է։ Առհասարակ պետք է սովորացնել, որ երեխան կարողանա վերահսկի։ Սովորաբար ցանկացած իրողության մեջ, որպեսզի մենք ուզենանք հասնել մեր ցանկալի արդյունքին, շատ կարևոր է ինֆորմացիայի բացատրությունը, ինֆորմացիա տալը երևույթի մասին։ Ունեմ տղայիս հետ պայմանավորվածություն պարբերաբար ստուգել իր չաթերը, որովհետև ես ինչքան էլ փորձեմ վերահսկել հավելվածի միջոցով, այդ իրենց ընկերական չաթերում շատ են ուղարկում տարբեր վիդեոներ եւ այլն։ Ուղղակի ունեմ պայմանավորվածություն, որովհետեւ ես կարողանամ վերահսկեմ այն, ինչ իրեն կարելի է եւ իրեն կարելի չէ, նայում եմ իր չաթերը։ Միայն այն բանից հետո, երբ վստահության մթնոլորտում վարվող զրույցները արդյունք չեն տալիս, կարելի է անցնել ավելի խիստ միջոցների։ Հեռախոսը վերահսկող հավելվածները թույլ են տալիս սահմանել ինչպես էկրանային ընդհանուր ժամանակ, այնպես էլ սահմանաչափեր կոնկրետ հավելվածների համար։ Հավելվածը թույլ է տալիս վերահսկել երեխայի ընդհանուր ժամանակը հեռախոսի մեջ, նաև վերահսկել եւ տեղադրել սահմանաչափեր կոնկրետ հավելվածներում երեխայի ժամանակի անցկացման չափը։ Մասնագետների համոզմամբ սոցիալական ցանցերի ազդեցությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը ծնողի ակտիվ մասնակցությունն ու բաց հաղորդակցությունն է։ Վերահսկողությունը կարող է օգնել սահմաններ գծել, բայց առանց վստահության եւ կրթության այն չի ապահովի ցանկալի արդյունք։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանը միասին ամփոփեցինք օրը, չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին, շնորհակալ եմ ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք։